ես բումբումի Ժպիտը կոտակի դոտաները բումբումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Բարև, ես եմ ինտերնետային ֆոտոմրցույթ։ Բարև ձեզ։ Ես եւ Սամվելը փորձում ենք բարել սուսերով բարը։ Ոչ մենք չենք հասկանում, ճիշտ է կարծեք բան, թե ոչ։ Բարև ձեզ էլի հստատիտող բարեկամներ։ Ես գիտեմ, որ այսօր Սամվելը եւ Մարինան որոշել են ձեզ պատմել նշանավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին։ Դրա համար էլ ես ուզում եմ պարզել, թե ինչ գիտեն մեր համաքաղաքացիները նրա մասին։ Դուք գիտեք, թե ով է Արամ Խաչատրյանը։ Ես եմ շատ սիրում եմ մեր հրաշալի կոմպոզիտորը։ Նա մեծ երաժիշտ է։ Կոմպոզիտորը։ Հայ կոմպոզիտոր։ Կոմպոզիտորը։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որը ունի գրած բազմաթիվ բալետներ ու որոնք մինչև այժմ ցուցադրվում են մեր օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կոմպոզիտոր։ Տաղանդավոր մարդ, չգիտեմ, երևի մեր հայկական պարծանքն է։ Կոմպոզիտոր։ Կարող եք նշել նրա ամենահայտնի ստեղծագործությունը։ Սուսերով բարը։ Չեմ հիշում հիմա։ Սուսերով բար, հա? Երաժշտությունով հիշում եմ, բայց կոնկրետ անունը չեմ հիշում։ Սուսերով բարը։ Գիտեմ, բայց չեմ հիշում։ Սուսերամարդ է իհարկե։ Սուսերով բարը։ Իսկ որ բալետից է այն։ Չեմ հիշում։ Չեմ կարող։ Երևի թե ոչ։ Դա չեմ հիշի, որ սուտ չասեմ։ Այդ չգիտեմ արդեն։ Կոնկրետ չեմ հիշում։ Սպարտակ ոնց էր։ Սուսերով բարը աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից ամենահայտնին է։ Այդ պատճառով նրան շատ երկրներում ուղղակի անվանում են բարոն Սուսերով բար։ Ես Խաչատրյանը գրում եմ Գաներ բալետ։ Իդեպ, Գաներն հայկական առաջին բալետն է։ Իհարկե Գաներն առաջին բալետն է։ Դա ով չգիտեր։ Սուսերով բարը նրանում չկար։ Խաչատրյանը այն գրել է թամելը մեկ գիշերվա ընթացքում։ Այն էլ ոչ իր կամքով։ Դա պնդել է բալետի բեմադրիչը։ Սամվել, իսկ դու գիտես, որ Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականին։ Մինչև 18 տարեկանը նա ապրել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում։ Նա հիանալի կարողանում էր խոսել ռուսերեն, հայերեն եւ վրացերեն։ Տանը նա խոսում էր հայերեն, ընկերների հետ վրացերեն։ Սամվել, իսկ դու կարող ես ասել, թե նա դպրոցում ո՞ր լեզվով էր խոսում։
չգիտես։ Ասում է, չէ՞ քեզ, նա դպրոցում խոսում է ռուսերեն լեզվով։ Արամ Խաչատրյանի մայրը շատ էր սիրում հայկական ժողովրդական երգեր երգել, իսկ փոքրիկ Արամն էլ շատ էր սիրում նրան լսել։ Նա միշտ բարձրանում էր տան ձեռնահարկը, վերցնում մի պղնձե թաս։ Ուր է։ Ահա։ Շնորհակալություն։ Եվ ժամերով վրան թխթխկացնում էր։ Դա նժան շոտ էր դուր գալիս, իսկ ահացնողներին անչափ հուսահատեցնում էր։ Արամ Խաչատրյանի ընտանիքը այդքան էլ բարեկեցիկ կյանքով չէր ապրում։ Դրա էլ Արամ Խաչատրյանը չէր էլ երազում երաժշտական կրթություն ստանալ։ Երբ նրանց տանը հայտնվում էր դաշնամուր, այն էլ ոչ բարվոք վիճակում գտնվող, Խաչատրյանը ուղղակի ցնծում էր։ Իհարկե գործիքը շատ հին էր, բայց նրա վրա նվագել կարելի էր։ Կարևորն էլ հենց դա էր, առանց նոտաների իմանալու Խաչատրյանը գրում էր հայկական ժողովրդական երգերի և պարերի երաժշտություններ։ Նա ուներ փայլուն լսողություն։ Ինչ գիտեք դուք Արամ Խաչատրյանի մասին։ Արամ Խաչատրյանը դա մեծություն է ինձ համար եւ մեր երեխաները պետք է կարողանան ճանաչել մեր հայ բոլոր կոմպոզիտորներին։ Իհարկե անձիմս Արամ Խաչատրյանին, որը մեծացել է Մոսկվայում, կրթություն այնտեղ է ստացել, ես գիտեմ, եւ ես որ փոքր էի, ես իրան հանդիպել եմ օպերայում։ Այնպես որ թող մեր երեխաները իրոք մոտիկից ճանաչեն իր արվեստի գիտության հետ եւ կարողանան իրոք մոտենան դասական ոճի երաժշտության եւ կարդան իրեն կեսագրությունը։ Այդքանը չեմ հետաքրքրված Արամ Խաչատրյանով։ Ոչ, տենց չէ։ Երևի թե չեմ կարող, այն շատ չեմ կարող երևի։ Գիտեմ, որ բավական երկար ժամանակ ապրել է արտասահմանում ու այնտեղ հանդիպել է էլի բազմաթիվ մեծանուն կոմպոզիտորների հետ ու այդ հանդիպումներն է շատ հետաքրքիր անցել, ինչ որ մասնագիտական զրույցներ է տեղի ունեցել, որոնց ընթացքում Խաչատրյանը միշտ բարձր է գնահատվել։ Դեռ չենք անցել։ Ներկայությամբ չեմ կարող հիշել, բայց այն որ ինքը մեր հայկական մեծ պարծակն է, դա փաստ է։ Գնացել էի ես օպերա։ Հետո ֆոյեում դուրս եկանք, տեսանք Արամ Խաչատրյանն ընդեղ է։ Հետո Արամ Խաչատրյանի հետ խոսեցինք։ Ինքը շատ ուրախ էր, որ Հայաստանում ենք, շատ ուրախ էր, որ ամեն ինչը լավ է։ Ու իր այդ երաժշտությունն էլի, որ սուսերով հարցրեցինք սուսերով պար, ասեց ես մեծ հաճույքով գրել եմ Գայանե բալետը։ Իր մահվան օրն էլ եմ ես այստեղ եղել։ Թաղման օրը գնացել էի Էջմիածին, մոմ էի վառում, մեկ էլ տեսա կողքից տեսնեմ հլա ու իսով ասես բոյով, տարի Վերդիևն էր, կողքից կանգնած մոմ էինք վառում, իր հոգի հանգիստն էր Արամ Խաչատրյանի։ Այդտենց ստացվեց էլի, որ ինձ հետ այդքան հանդիպում եղել է։ Գիտեմ, որ ինքը ուշ է, չէ՞ սկսել իր այդ երաժշտական կյանքը։ Բայց մի անգամից է եղել ինչ որ իր մոտ այդ բանը։ Ինքը թիլֆիզեցի է եղել։ Կարող եք նշել նրա ստեղծագործություններից։ Հա, Սպարտակ, Գայանե, ես էլ շարունակ։ Չեմ հիշում ոչ մի բան։ Գայանե, Սպարտակ։ Գայանե, Սպարտակ։ Կոնցերտը կարող եմ հիշել, ես Այս բանին չեմ հիշում։ Գայանե բալետը։ Այդան, եթե չեմ սխալվում։ հիմա չեմ հիշում։ Գիտեմ, որ ինքը գրել է այդ Սպարտակ բալետը։ Հայկական գիմնն էլ էր ինքը գրել, բայց ինչի հանեցին։ Հայկական այն սովետական ժամանակվա գիմնը ինքն էր գրել։ Արամ Խաչատրյան 18 տարեկան էր, երբ իր եղբայրը եկավ եւ նրան տարավ Մոսկվա։ Նա այնտեղ ընդունվեց Մոսկվայի հանրաճանաչ քոլեջներից մեկը։ Նա նույնիսկ նոտաները չգիտեր։ Երբ առաջին անգամ Խաչատրյան տեսնում է թավ ջութակը, ասում է թե ես եմ ուզում այդ մեծ ջութակը նվագել սովորել։ Տեսնում եք, սիրելի երեխաներ, թեկուզ եւ Խաչատրյանը չգիտեր նոտաները եւ թավ ջութակին էլ անվանում էր մեծ ջութակ, բայց տաղանդը նրա դեմ բացել էր բոլոր դռները։ Նա ստանում էր ուսում հայտնի երգահանների մոտ։ Արամ Խաչատրյանը 36 տարեկան էր, երբ նա գրեց իր առաջին բալետը։ Սկզբում նա անվանել է այն «Ուրախություն», իսկ հետո վերանայել, փոփոխել եւ անվանել է «Գայանե», իսկ նրա հաջորդ հայտնի ստեղծագործություններից է «Սպարտակը»։ Սիրելի հասակակիցներ, մի մոռացեք այս երկու անունները՝ Գայանե եւ Սպարտակ։
այս բալետները ունեն ճանաչում ողջ աշխարհում։ Խաչատրյանի երաժշտությունները գրել թատերական ներկայացումների եւ ֆիլմերի համար, նաեւ գրել է երգեր, համերգներ եւ եկեղեցական երաժշտություններ։ Արամ Խաչատրյանը եղել է շատ երկրներում, շփվել է հայտնի մարդկանց հետ, գիտես ում։ Ոչ։ Գրող Հեմինգուեյի, դերասան Չարլի Չապլինի, նկարիչ Սալվադոր Դալիի հետ։ Հիանալի է։ Նրան ամեն օր սիրում էին եւ սպասում։ Խաչատրյանը նաև եղել է մեծ ուսուցիչ եւ դասախոս։ Նա դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում եւ Ռուսաստանի ամենահայտնի ինստիտուտում։ Որպես դասախոս Խաչատրյանին տխրեցնում էր այն, որ երիտասարդները ստեղծագործում են հենց այնպես, առանց սիրտ եւ ոգի դնելու։ Նրանց միակ ցանկությունը տարբերվելն է եւ յուրատուկ լինելը։ Բոլորը մրցում են միայն նորության համար, իսկ արտարչականությունը եւ ոգեշնչումը ասես դատարկ բաներ են։ Մի անգամ ասել է նա. Յուրահատուկ լինելը միշտ էլ լավ է, եթե այդ յուրահատկությունը անհոգի եւ անշուշտ չէ։ Կարևորն այն է, ինչ ունի ասելիք, իմաստ եւ նպատակ։ Մեծերը միշտ էլ ճիշտ են։ Այո։